Փառքներ դեհին։ Ինչու է Ալիևը շարունակ պնդում Զանգեզուրի միջանցք։ Եվ ինչու է Նիկոլը ուղակի զարմացած ասում է չեմ հասկանում թե Ալիևը ինչ է ասում։ Մենք գիտենք որ Հայաստանի եւ Ադրբեջանի այս քաղաքական գործընթացները բնականաբար պայմանավորված են։ Նախորդ իմ եթերում սցենարներից ենք խոսում եւ անգամ Հայաստանի ղեկավարի միջազգային ամբիոններից ելույթները նույնպես պայմանավորված են ռուս-թուրքական համատեքստում ինքը ավելորդ որից է արդայություն իրավունք չունի անել եւ անգամ եթե պետք է Ալիևին հակադարձի նշված է որտեղ պետք է հակադարձի Հիմա ինչու է Ալիևը անդադ պնդում Զանգեզուրի միջանցք որովհետև երբ որ մի բան շատ ես պնդում ու դիմացինի դել պարտադրած ասում ես որ կնդիմանաս հետո կասես դե լավ հանուն խաղաղության թող լինի Զանգեզուրի միջանցք Հիշում եք այն 17 կետերը որ իբր խաղաղության փաստաթղթի 17 կետեր 17-ն էլ Ադրբեջանն էր առաջարկել մենք չունեինք առաջարկ Այսինքն դա կապիտուլյացիա է, երբ որ դու բան չունես ասելու, քեզ են ասում ու դու հաշտվում կամ հարմարվում ես։ Այդ 17 կետերի մեջ կային 3 կետ, որոնց հետ Հայաստանը համաձայն չէր։ Նիկոլեն ասում էր, ժամանադրությունը այդ միջանցքը կամ չգիտեմ չի լինելու։ Եվ մի քանի ամիս հետո ասեցին, որ մենք բոլորովին համաձայնվել ենք այդ 17 կետերի հետ էլ համաձայնվել ենք, այն 3 կետի հետ էլ ենք համաձայնվել, այնքան է խաղաղություն լինի։ Եվ այսպես է լինելու է Զանգեզուրի միջանցք արդայության հետ։ Գալու է օրը, երբ որ Նիկոլը հայտարարել է մենք գնում ենք խաղաղության եւ Ադրբեջանի այս մի պահանջներ պետք է կատարենք ու վերջ։ Ինչպես ասում էր Արցախը տանկ ու վերջ, հիմա այս կատարենք ու վերջ։ Երբ որ նայում ես ադրբեջանական կողմին, իրենք արդեն այդ իրենց ասած Զանգեզուրի միջանցքը իրենց դրոշի գույնով են ներկել։ Երբ որ նայում ես Ադրբեջանի քարտեզը, այդ Զանգեզ այդ մեղրու հատվածն էլ է իրենց դրոշի գույնով գնում են Նախիջևան, արդեն իրենք ցույց են տալ, որ դա իրենցն է, անգամ միջանցք չէ։ Հասկանում եք։ Իրենք կերտում են այդպես պատմություն։ Հիմա գանք հասկանանք։ Իլհամ Ալիևը որտեղից Իլհամ Ալիևին նման փորձ, որ շատ սկզբից ուզում է Նիկոլը մի քիչ դեմ է տալիս, հետո հաշտվում է խաղաղությունը բերում մտցում են արանք, դե հանուն խաղաղության սրանք իրենց ամեն ինչը կտան Ալիևին։ Սրբություն, բարոյականություն, այնքան է անու խաղաղություն դիր։ Ուրեմն Իլհամ Ալիևը շարժվում է հրեական օրինակով, իսրայելական։ Ուղղակի այստեղ ինքն ու Իսրայելը Ադրբեջանի եւ Իսրայելի պատմական այդ իրողությունները կամ պատմությունը լրիվ հակասող են իրար, բայց Իլհամը գնում է այդ ուղղությամբ։ Օրինակ հրեաները 2000 տարի պետություն չունեին։ Բայց համառորեն անընդհատ ասում են ամեն նոր տարու ասում են մյուս տարի Երուսաղեմում։ Մյուս տարի 2000 տարի ասել են։ 2000 տարի։ Եթե չասեին, ասորիների պես կորելու էին։ Հիմա որ մենք ասում ենք մյուս տարի Ստեփանակերտում, մյուս տարի Վանում ուշում, մարդկա ծաղրում է, ծիծաղում է։ Մարդիկ պետություն չունեին 2000 տարի այդ արդայություն բերաններ չանեցին, կազմակերպված մնացին, դա հենց դա էր համախմբում իրենց։ Որ առանց պետության ազգը չքայքայվեց, չցրվեց, կորիզ մնաց։ Գաղափարի շուրջ։ Հիմա Ադրբեջանը այդ նույն մեթոդով ուզում է որ ասելով Նիկոլին էլ պարտադրված դե ինքը միանգամից չէր ասել, դե լավ թող լինի Զանգ պետք է ինքը ցույց տա որ ինքը դիմադրում է։ Պետք է ասենք ժողովրդի մոտ ասեն, օ Նիկոլը դիմադրեց, բայց բան չի էլի, ասենք դա դիմադրություն չի։ Այն որ ամեն ինչ կորցրել ես, ինչ որ մի բանի համար դիմադրում ես։ Եվ
Սրա քողարկման տակ ես այն անգամ էլ ասացի, որ Ալիևը շատ կարևոր բան անցկացրեց ՄԱԿ-ի ամբիոնից, որ Հայաստանը էթնիկ զտում է արել, որ օկուպանտ է։ Սրա դեմ Նիկոլը չընդդիմացավ, դա էլ էր պայմանավորված, որ ինքը ինչին ընդդիմանա, ինչին չէ։ Հենց այսպես Ադրբեջանը, այսինքն Իլհամ Ալիևը պատմություն է կերտում։ Հրեաները ինչու են ասում, ասենք հիմա Իսրայելը ինչ տարածք վերցնում է, Սիրիայից կխլի, չգիտեմ, Գազայից կվերցնի, դրանք իրականում պատմական 2000 տարի առաջ իրենցն է եղել։ Իրավական առումով իրենցը չի այսօր։ Բայց իրենք հենվում են պատմականի վրա եւ գնում են տիրանում են։ Պատմականի վրա, որը իրավական չէ։ Մենք ունենք ոչ միայն պատմական, այլ ունենք իրավական փաստաթուղթ, որ դա մերն է։ Հասկանաք, մեր վիճակը համեմատ Իսրայելի սարսափելի շահեկան է։ Մենք ունենք Վիլսոնի իրավարար վճիռ, հասկանաք, որովից է մեկը չունի, եւ մենք դա չենք կիրառում։ Մենք ունենք պատմություն, հասկանաք, որ անգամ Հռոմի պատին է գրված Կոլիզեի, քանդված քարի վրա։ Հասկանաք, մենք չենք կիրառում։ Մենք պայմանավորված ձևի նահանջում ենք, պատմություններ ենք թողնում Ալիևին։ Ալիևը յուրացնում է, դարձնում է իրենը, որ հետո հիմք ունենա վերցնել, ասես սա պապական հողերն էին։ Զանգիզուրը։ Հասկանում եք, այս գործողությամբ Նիկոլը կերտում է Ադրբեջանի պատմություն է կերտում Ադրբեջանի համար։ Այս վիճակով։ Այսինքն Ալիևը Իսրայելի փորձը վերցնելով հիմի սկզբից պատմություն է կերտում իր համար։ Հետո նոր որ պահանջները ներկայացնում է, պատմություն է կերտում, իսկ այդ պատմությունը ոնց է կերտում Նիկոլի լռությամբ։ Հələ գնանք ՄԱԿ-ի այդ ելույթին, տեսեք ինչ տեղի ունեցավ։ Օրինակ Իսրայելի արդեն Իսրայելը աշխարհում լուրջ ծանր կորուստներ ունի հեղինակության։ Իսրայելը ցեղասպանված պետություն, այսօր ինքը ցեղասպանի բան է, կարգավիճակում է հայտնում։ Ինքը արդեն ցեղասպանություն է գործում։ Երբ որ Նեթանյահուն մոտեցավ ամբիոնին, ցուցադրաբար տասնյակ երկրների նախագահներ, ղեկավարներ, վարչապետներ պատվիրակություն լքեց դահլիճը, ՄԱԿ-ի, արհամարեցին, չուզեցին լսեն։ Երբ որ Նիկոլն եկավ ու ասեց, ես խաղաղություն եմ ուզում, ես խաղաղության եմ գնում, եւ այն օկուպանտի, հա, բանի էթնիկ զտում անուղի պիտակը վրեն վերցրած։ Այսինքն ինքը աշխարհին ներկայացավ, որ ես օկուպանտ եմ եղել, որ ես էթնիկ զտում եմ արել, այսինքն ցեղասպանություն եմ արել, հիմի փոշմանել եմ, հիմի գնում եմ խաղաղության, Ադրբեջանը ինչ ուզում է տալիս եմ հանուն խաղաղության։ Դահլիճը սկսեց ծափահարել։ Հասկանում եք, աշխարհի մոտ այնպես տպավորություն էր, որ ահա մի բռնապետ, մի եսի ինչ մարդակեր գազան խելքի է եկել։ Այնինչ հակառակն է, այդ ասենք պետք է մենք այդտեղ խոսենք, որ մեզ այսօրն են գցել, ասենք Ալիևին գցեին Նեթանյահուի օրը, բայց ինքը կուլ տվեց Ալիևի այդ խոսքերը, որ ինքը ցեղասպան է, օկուպանտ է, հասկանում եք, ու փոշմանել է։ Եվ աշխարհի համար դա շատ հետաքրքիր է, չէ՞, ասում եմ, եթե այս գշատիչը, որ իր հանցանքը ճանաչել է ու ներողություն է խնդրում ու ուզում է, որ բան խաղաղություն լինի, ուրեմն տեսեք ինչ դրական տեղաշարժ կա, ու ծափահարեցին Նիկոլին։ Իր չգործած հանցանք, այսինքն մեր չգործած հանցանքը, մեր մորթվելու փաստը շուռ տվեցին մեր վրա, որ մենք ենք մորթել ու ծափահարեցին։ Աշխարհը չհասկացավ, իրականում ովքեր պատմություն գիտեն, այդտեղ այդ լիդերներից ոչ բոլորն են պատմության տիրապետում։ Բայց նրանք գնացել են Ադրբեջանը Հայաստանն օկուպանտ է ներկայացրել, Նիկոլը չի հակադարձել, հիմա Նիկոլն ասում է, ես եմ տալի միջանցք եմ բացում, խաղաղություն եմ անում, Եվրոպան նման երջանկացել է, ինչ պետություն է Հայաստանը դարել, հա, մտցնենք Եվրոպա, Եվրամիություն, հասկանում եք, այ ինչ կեղծիք է տեղի ունենում, Նիկոլ, ասենք Ալիև, Պուտին, Էրդողան այս համատեքստում, և Նիկոլի օգնությամբ Ալիևը պատմական հիմքեր է ստեղծում, որ իր հետագա ագրեսիաները արդարացնի, ինչպես Իսրայելն է անում։ Իսրայելը պատմական հիմք կերտելու խնդիր չունի, ինքը իրականում ունի, բայց հələ տեսեք 2000 տարի առաջ է դա եղել։
Մենք հիմա մեր հողի վրա ապրում ենք, մեր ձեռքից տանում են։ Հենց հիմա մենք ապրում ենք, հազարամյակներ Արցախում ապրել ենք, ապրում ենք, ձեռքներս տալ են ու դարձնում են Ադրբեջան։ Այսինքն հակառակ պատմություն են կերտում, որ հետո արդարացնեն, որ իրենք հետ նվաճեցին։ Հասկանում եք Նիկոլի հանցանքը որն է, որ ինքը մեր պատմությունը ստվերելով այդ 4-րդ հանրապետություն ասածը, դա պատահական բան չի։ Դա նշանակում է, որ մենք պետություն չենք եղել։ Հեսա նոր Նիկոլը մեզ պետություն սարքեց։ Դրանից առաջ մենք եղել ենք զավթիչ, քոչվոր, եկել ենք սրանից, մի բան խլել ենք, դարձել ենք պետություն։ Հասկանում եք, մեր հայ պատմիչների մեջ էլ կա, չէ՞ որ բանը ուրարտացիներին հայեր չեն համարում, ասում են մենք եկել ենք Բալկաններից, ուրարտացիներին սպանել ենք, ու իրենց երկրին տիրացել ենք։ Այդ թեզը հայ պատմաբաններ էլ կան, որ իրենց մեջ մտնում է, բայց նայում ես այդ ուրարտացիների ոսկորները, ԴՆԹ-ն, մերը, ամբողջը համընկնում է, ու ոչ միայն ուրարտացիների, 7000 տարի այս տարածքում ով ապրել է, մեր նման է եղել, մեր գենն է կրել։ Անկամ սա, որ արդեն սա գիտական, ասենք պատմությունը քաղաքական գիտություն է, կարող է պատմիչը մի բան իր ուզածով գրի, չէ, մի բան շեղի, բայց գենետիկա կա, չէ, մարդիկ հանում են մարդու ոսկորը, ԴՆԹ են անում, տեսնում են, որ այսօրվա ասենք Խաչիկի ԴՆԹ-ն ու այդ 6000 տարվա ոսկորի ԴՆԹ-ն նույնն է։ Էլ ո՞նց եղավ, որ Խաչիկը ասենք 2600 տարի առաջ եկավ այստեղ։ Եվ որ Խաչիկն արդեն 5000-6000 տարի առաջ այս նույն ԴՆԹ-ն ունեցել է։ Մեր վիճակը իրականում թե փաստացի, թե պատմական, թե գիտական, սարսափելի մենք առավելություն ունենք, բայց Նիկոլը լրացնում է։ Այսինքն պատվերով է լրացնում։ Եվ մենք կկորցնենք, եթե մենք այդ շանտից կերածին, իսկապես չշպրտենք այդ աթոռից։ Մի անտարբեր նստեք, երբ որ ասում են ես խաղաղության եմ գնում, Արցախը տանք խաղաղ ապրենք, Սյունիքը տանք խաղաղ ապրենք, Գեղարքունիքը տանք խաղաղ ապրենք, այս տանք խաղաղ ապրենք, հետո առանց հողի ոչ մի ազգ չի կարող գոյություն ունենալ։ Թե հрьяաները այդ հաջորդ տարի Երուսաղեմ խոսույթը 2000 տարի չպահեին իրենց մեջ, իրենք էլ չէին հասնելու դրան։ Եվ երբեք վատ չզգաք, որ մեկը կասի մյուս տարի Ստեփանակերտում, Շուշիում, Վանում, Մուշում հանգարց չծաղրեք։ Սա շատ կարևոր գաղափարախոսություն է։ Խոհեմ եղեք։ Նրանք խաղաղությամբ։